Շատ լավ է։ Աստծո տան մեջ պետքա լավ լինել, Աստծո մեջ պետքա լավ լինել։ Ամեն։ Ու լավը չի նշանակում, որ ինչ-որ մի հարցեր կան, ինչ-որ խնդիրներ կան, լավը չի նշանակում, որ մի քիչ տրամադրությունը այն չի կամ լավը այն է, որ Աստծո մեջ ենք։ Ամեն։ Մենք հավատում ենք, որ Աստված լավ է։ Հա? Իրա այս բարի ողջ էությամբ Աստծո մեջ վատ բան չկա, Աստծո խոսքն ասում է, Աստծո մեջ խավար չկա։ Ամեն բարի բան Աստծուց է գալիս, եթե Աստծուց է գալիս, ուրեմն ինքը բարի է։ Այսինքն լավ է մեր բառերով։ Ամեն։ Տերը օրհնի քեզ։ Այս քեզի գիտություն։ Հալելույա։ Դուք տեսել եք, որ այս էլ երկու կիրակի է, չէ՞, մտնում եք, տեսնում եք, մենք խորագրեր ունենք։ Սրանք եղել են մեր երիտասարդական կոնֆերանսի ժամանակ։ Այս խորագիրն է եկել, այս խոսքն է, որով որ մենք արել ենք, բայց գիտեք, դուք տեսնում եք, որ մենք ի սկզբանե մենք ուզում էինք գրեինք կոնֆերանս 26 թվական, բայց այդ բաները հանել ենք, որ սա լինի ամեն ժամանակ խոսք ինձ ու քեզ Աստծուց, որ ամեն ժամանակ բարձրացնենք մեր աչքերը եւ տեսնենք։ Հա? Ամեն ինչ այնպես, ինչպես որ Աստված ուզում է, որ մենք տեսնենք։ Ամեն բան այնպես, ինչպես որ մեզ պետք է տեսնել, ոչ թե ինչպես որ տեսնում եմ, այլ ինչ որ պետք է տեսնել։ Ու այսօրվա վերնագիրը ուղերձի անվանումը ես այսպես էլ անվանել եմ բարձրացրու աչքերդ եւ տես։ Ամեն տեսիլքից եմ խոսալու, ճիշտ տեսողությունից եմ խոսալու։ Ու այո, հենց բարձրացրու աչքերդ։ Ու արդեն հասկանում ես ինչ է նշանակում բարձրացրու։ Բարձրացրու նշանակում է դու ուրիշ տեղ ես նայում։ Բարձրացրու, բարձրում Աստվածը, որովհետև մեզ պետքա վերև նայել։ Ու ես կվկայեմ, դու էլ կվկայես, որ ամեն ժամանակ, երբ որ քո հայացքը կախնգած է եղել, իսկ քո հայացքը, իմ հայացքը, երբ որ կախնգած է, մենք մեր ոտի տակից, մեր իրավիճակներից, մեր չափանիշներով, մեր հասկացողությունով, մեր կարողությունով ու զգացմունքներից բացի ոչինչ չենք կարող տեսնել։ Այն մարդը անգամ, ով որ երբ որ ավելի շուտ, երբ որ բարձրացնում է իր հայացքը վերև, հա? Վերև։ Անգամ երբ որ մենք Աստծո մասին ենք մտածում, երբ որ մենք Աստծուն ենք մեծարում, անկախ քո ձեռքերը բարձրանում է ու համաձայնի իմ հետ, որ դու հայացքդ ես բարձրացնում։ Իհարկե հայացքդ բարձրացնում ես, տեսնում ես այս առաստաղը։ Բայց մեր հոգու մեջ մենք տեսնում ենք մեկին, ով որ ամեն առաստաղներից, երկինքներից վեր է, բարձր է, ու ինչ է դա նշանակում, որ մենք ուզում ենք իրան տեսնենք, իրանով տեսնենք, իրանով լուծումը տեսնենք։ Ամեն։ Ու ես քեզ ասում եմ այսօր բարձրացրու աչքերդ ու տես։ Միգուցե հարց կառաջանա, ինչ տեսնեմ։ Այն ինչ որ քեզ պետք է տեսնել։ Կասես, ինչ որ ուզեմ տեսնեմ, գիտես չէ, ինչ որ Աստված ասել է, որ տեսնես։ Ինչ որ Աստված հիմա է ուզում, որ դու տեսնես։ Ամեն։ Ես երբ որ մտածում էի, պատրաստվում էի ու ինչքան ժամանակ է այս խորագիրը, երբ որ առաջացել է սրտիս մեջ, այնքան բանի մասին կարելի է խոսալ նույն վերնագրով։ Կարելի է մի քանի ամիս նույն վերնագրով բաներ խոսալ։ Տարբեր բաների մասին։ Ես կփորձեմ այսօր ընդհանրացնեմ, լավ։ Գիտեք, եկեք գնանք ծննդոց կամ Աստվածաշնչի առաջի գիրքը, առաջի խոսքը ու ընթերցենք։ Ինչ ենք տեսնելու այսօր, ինչին ենք նայելու այսօր։ Ես խնդրելու եմ քեզ, որ դու հայացքդ կտրես ներքևից, դու հայացքդ բարձրացնես։ Ու մեզ համար Աստծուց լավ օրինակ չկա։ Ամեն։ Հայր Աստծուց, Որդի Աստծուց, Սուրբ Հոգի, մեկ Աստված, իրանից լավ օրինակ չկա։ Եվ գրված է սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը։ Հիմա գիտես, ես չեմ աղավաղում Աստվածաշունչը, բայց պատկերացրա այս առաջի խոսքը չկա։ Հա? Հələ չի ստեղծել։ Այս խոսքը գրված չի։ Ու կարդում ենք, եւ երկիրը, այսինքն երկիրը անձև դատարկ էր, եւ խավար կար անդունդի վրա։ Պատկերացնեք ու շարունակություն ասում է եւ Աստծո հոգին շրջում էր ջրերի վրա։ Աստված նայում է, տեսնում է երկիրը անձև ու դատարկ։
Աստծո հոգի շրջում է, չէ։ Շրջումը ի՞նչ է տեսնում։ Անձև, դատարկ, անորոշ, քաոս, աննորմալ, չէ։ Ինչ-որ մի հատ երևույթ, ինչ-որ մի հատ պատկեր։ Իսկ ի՞նչ անում Աստված։ Ինչ անում Աստված այդ դեպքում, երբ որ տեսնում է։ Ինչ անում Աստված, երբ որ տեսավ անորոշ մի հատ իրավիճակ։ Ասեց սրանից բան դուրս չի գա։ Գնացինք ուրիշ տեղ շրջելու։ Հա? Իհարկե չէ։ Գիտեք ինչն էր պատճառը, որ հետո մենք տեսնում ենք, որ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, բուսականություն, կենդանություն։ Գիտեք ինչն էր պատճառը, որ Աստված չհիմնվեց եւ չկանգնեց իր տեսածի վրա։ Աստված, որովհետև ուներ ուրիշ տեսողություն, ուրիշ պատկերներ իր աչքերի առաջ եւ այն ինչ որ իր մեջ ուներ, նա ասեց. Ես համաձայն չեմ խավարի հետ, ես որովհետև լույս եմ տեսնում, ես համաձայն չեմ քաոսի հետ, որովհետև ես կարգ ու կանոն եմ տեսնում, ես համաձայն չեմ այս անորոշության հետ, որովհետև ես հստակ տեսողություն ու ծրագիր ունեմ։ Ունես դու դա։ Ինչ ես տեսնում, երբեմն քո շուրջը, քո ոտքերի տակ, քո ընտանիքում, քո իրավիճակներում, ինչ ես տեսնում, ինչի հետ ես համաձայնվում, ինչքան ես համաձայնվել, այնքան մինչև կտեսնես։ Այնքան այդ իրավիճակը չի փոխվի, մինչև սկսես տեսնել։ Ոչ թե ինչ որ տեսնում ես, այլ ինչպես որ Աստվածը տեսնում քո կյանքը, իմ կյանքը։ Աստծո տեսածը քո կյանքը չի փոխի, եթե դու չտեսնես իրա տեսածը, իրա ուզածը, եթե դու չտեսնես, դու չես կարող հավատալ։ Մենք օրինակ ենք վերցնում Աստծուց, եւ նա ասեց, ուղղակի ես չեմ կարդա այս ամբողջ, եւ նա ասում է, եւ ասեց. լույս լինի եւ լույս եղավ, նայեք, եւ Աստված տեսավ, որ լույսը բարի է, որովհետեւ այն ինչ որ իր մեջ կար, նա տեսավ, որ կատարվեց։ Իսկ սկզբանե ասեմ, երևում էր խավար, հա, բայց Աստված տեսնում էր լույս։ Երևում էր անորոշություն, Աստված տեսնում էր ապագա։ Երևում էր խառնաշփոթ իրավիճակ, Աստված տեսնում էր փառավոր ավարտ։ Ամեն։ Ով է հայտնություն առնում։ Ու շատ կարևոր է թանկագին, շատ կարևոր է, որ աչքերդ բարձրացնես ու նայես Աստծուն։ Նայես Աստծուն, Աստծով, եկեք գնանք մի ուրիշ տեղ, մի անգամից, ես մի քանի տեղ կարդալու եմ Աստվածաշնչով, մի քանի տեղ ուղղակի անգիր եմ ասելու։ Եսայա մարգարեության 51-րդ գլխի 6-րդ խոսքը կկարդամ, առաջի հատվածը, գրված է բարձրացրեք ձեր աչքերը դեպի երկինք եւ նայեցեք երկրին դեպի ցած։ Ինչքան ուժեղ է։ Բարձրացրա աչքերդ երկինք, այսինքն դու ինքդ բարձրացիր, մենք երևակայություն ունենք, գիտեք, եւ դա պատահական չի։ Չէ՞։ Մենք երևակայություն ունենք, ու եկեք մեր երևակայությունը ճիշտ գործածենք։ Համաձայն եք։ Եկեք անկապ բաների չտանք, որովհետև եթե մեր երևակայությունը մենք տանք, մեր մարմնի ձեռը, առավել եւս եթե սատանայի ձեռը տանք, ինքան հիմար բաներ կա, ինքը կտանի։ Երբևէ լսել ես, որ մարդը իր թաղումն է տեսել։ Աստված էր պատկերավոր ցույց տվել իր թաղումը։ Իր մահանալն է տեսել, իր ձախողումն է տեսել։ Որտեղից դա։ Տվել է սխալ մեկին քո հայացքը, ու ինքը վերցրել է, ասել է դե հիմա նայի։ Իհարկե ոչ թե երկնքից նայի, այլ ներքևից, ավելի ներքև է նայել տվել։ Բայց Աստված ասում է լսի նայի վերև, նայի ինձ, արի իմ կողքը նստի, այսօր գնում ենք երկինք, կարճ ժամանակով, հա։ Ձեր ամրագոտիները գցեք, ունեք ամրագոտի, ձեր մեր մտքի գոտիները եկեք կապենք, որ մեր միտքը չթափառի ուրիշ տեղ, ու երբ ասում է, արի նստի իմ կողքը, ու քեզ ստեղից նայի, քո իրավիճակներին ստեղից նայի, քո շուրջը կատարվելիք ստեղից նայի, քո թշնամիներին ստեղից նայի,
Քո օրհնություններին ստեղից նայի, լսի ստեղից նայի։ Էսա ճիշտ տեղը։ Ստեղը ամեն բան ստեղից է սկիզբ առնում։ Ու ստեղը ճշմարտությունը, ու այն ինչ որ պետքա կատարվի ներքևում, ստեղից հրաման է արձակված։ Ու եթե դու ստեղից սկսես նայել վերևից դե երկրին, ցած, ամեն բան կստացվի։ Ու մենք նայում ենք բոլոր հերոսների մոտ։ Մենք նայում ենք բոլոր Աստվածաշնչում, ամբողջ Աստվածաշնչում, որտեղ որ գրած է, եթե հավատաս, մենք կարող ենք փոխել ու ասենք, եթե տեսնես, այն ինչ որ ես եմ տեսնում, ինչպես որ ես եմ տեսնում, կլինի քեզ, ինչպես որ տեսնես։ Ճիշտ, ինչի համար է մեզ տեսիլքը, թանկագիններ, ինչա տեսիլքը ընդհանրապես։ Տեսողություն։ Հա? Հոգևոր տեսողություն, որը որ դու քո ֆիզիկական աչքերով չես տեսնի։ Բայց երբ որ մենք ասում ենք աչքերդ բարձրացրա վերև, նշանակում է քո հոգու աչքերով։ Պողոս առաքյալը առաջի գլխում Եփեսացիների ասում է Աստված աղոթում եմ, որ տա ձեզ իմաստության, հայտնության հոգի, որ ձեր հոգու աչքերը լուսավորի, Սուրբ Հոգին ուզում է լուսավորի։ Ամեն։ Որ դուք ճիշտ տեսնեք, որ դուք հասկանաք, ինչ ժառանգություն ունեք, ինչ զորություն ունեք, ինչա ձեզ տրված։ Ու սա միշտ պետք է աղոթել, որ Աստված մեր հոգու աչքերը լուսավորի։ Բայց մեզ պետք է ճիշտ նայել, ճիշտ հայացք գցել, որպեսզի ճիշտ մտածել։ Ամեն։ Ինչա տեսիլքը։ Նայեք, Աստված ոչինչ չի անում, մինչև չի խոսում։ Չի հայտնում, չի փոխանցում։ Ինչու՞, որովհետև այն ինչ որ փոխանցում է, դա արդեն տեսիլք է ձևավորում մեր մեջ, նպատակ է ձևավորում մեր մեջ, ուղղություն է ձևավորում մեր մեջ կյանք է առաջացնում։ Այն ինչ որ Աստված խոսում է, դա ունի զորություն մեր մեջ հավատք բերելու։ Ու եթե Աստված Աբրահամին չորացած կամ անհույս, օրինակի համար Աբրահամին դեռ անդրադառնալու ենք, ասեց, որ դու սերունդներ ես ունենալու, Աբրահամին պետք էր մեկ ընդմիշտ հավատալ, որ դա այդպես էլ լինելու է։ Բայց Աբրահամը կար մի ժամանակ, որ նա չէր կարողանում դա տեսնել։ Հասկանում եք։ Այո, միգուցե սկզբից դա մեզ շատ դժվար է թվում, անհասանելի է թվում։ Գիտես, Աստված այնքան բարձր է մեզանից, ու ինքը բարձր բաներ է մեզ խոսում։ Գիտեք ինչու, որ մեզ ավելի բարձրացնի։ Մեզ միգուցե մեզ համար անհնարին թվացող բաներ է խոսում։ Գիտեք ինչու, որ դու հասնես ու հնարավոր լինի։ Երբևէ տեսել ես Աստված նվաստացնի ինչ-որ մեկի։ Երբևէ կարդացել ես։ Ասում անգամ դու նվաստ էիր, ընկած էիր, ես քեզ հանեցի։ Ինչի ես գնում էլի դրա մեջ։ Ինչի ես գնում։ Դրա համար այն ինչ որ Աստված մեզ ցույց է տալի, դա հավատք է առաջացնում։ Ինչու։ Իսկ արդարը հավատքով է ապրում։ Չի կարող ուրիշ կերպ ապրել։ Իմ թանկագին քույր, եղբայր, եթե դու մտածում ես, որ քո օրերը անցնելով ինչ որ բան կկատարվի քո կյանքի մեջ Աստծո ասածը, դա չի կատարվի։ Մենք պետք է հավատանք, մենք պետք է նայենք, մենք պետք է վստահենք, մենք պետք է ապրենք, մենք հավատքի փորձություն պետք է անցնենք, որ ասենք ոչ թե երևույթով, այլ հավատքով ինչ, այլ այն ինչ որ Աստված է ասել։ Ոչ թե սա, այլ ինչ որ Աստված է ասել։ Սա գալիս է հոգևոր տեսողությունից։ Ամեն։ Այլապես մեր տարիները կանցնեն, օրացույցները կփոխվեն, արտաքինդ կփոխվի, կծերանա։ Ու գիտես, այդպես էլ միգուցե ոչինչ Աստծո ասածից չկատարվի։ Ու դա դուրս չի գալիս, որ Աստված սուտ ասեց։ Դա չի նշանակում, որ Աստված փոշմանեց։ Ուղղակի մենք չտեսանք։ Կամ մեր հայացքը ուրիշ կողմ գնաց։ Մենք ուրիշ բան տեսանք։ Ամեն, մենք խոսում ենք նպատակներ։ Աշխարհում ասում են նպատակներ ունեն մարդիկ եւ հասնում են։ Մի հատ էլ սենց արտահայտություն կա։ Չէ, նպատակ դնել պետք չի։ Որ նպատակ ես դնում, ինքը սաղ փչացնում է, գնա, ուր գնաս առանց նպատակի, թանկագինս, ուր գնաս, այո նպատակ դնել պետք է վերցնել ուղղություն,
պատկերացնում ես վարորդը դուրս է եկել ու գնում է, ասում ես ուր ես գնում։ Անկամ արտահայտություն կա, ասում է կուդա գլազա գլիձյատ։ Ուր ես գնում։ Դե Տերս տվել եմ տիրոջս։ Ոնց որ տարավ։ Այսինքն, ինչ է դա նշանակում, թանկագիններ։ Օրը ինչ որ բերեց, օրը կարող է շատ մի օր լավ բան բերի, օրը ինչ է իրանից ներկայացնում, օրը չի բերում։ Հոգևոր ուժերն են բերում։ Օրը փոխվում է, օրը ինքը իշխանություն չունի, ինքը ժամանակաչափ է։ Մի վստահեք, մի հավատացեք օրին։ Որ ուժեր ինչ մտքեր որ բերեցին, դա կձևավորվի մեր մեջ նպատակ։ Այդ նպատակները մեր մեջ կառաջացնի ինչ? Ձգտում։ Իսկ ձգտումը մեզ կտանի դեպի դա։ Ավարտենք ես։ Նախաբան ասեմ, ներածություն ասեմ, հա, որպեսզի լավ հասկանանք։ Մեզ շատ կարևոր է ճիշտ տեսողությունը։ Մի կույրի Հիսուսը բժշկում էր, ով որ տեսողություն չուներ։ Դա Մարկոս ավետարանի 8-րդ գլխի 24-25-րդ խոսքերում է գրած։ Երբ որ նա աղոթում էր նրա համար, հետո հարց տվեց, ասեց ինչ ես տեսնում։ Ով գիտի այդ պատմությունը։ Ինչ ասեց։ Ասեց տեսնում եմ մարդկանց, այսինքն ասեց հլը նայի տես, ում ես տեսնում։ Ասեց գիտես, ծառի պես եմ տենում։ Ու ինչքան լավ է, որ Հիսուսը չասեց հալելույա հայր, նա տեսնում է։ Չէ, ասեց, էս լավ չի։ Միգուցե մենք շատերս ասում ենք տեսնում եմ։ Երեք չէի տեսնում, սկի ես չէի տեսնում։ Բայց հիմա տեսնում եմ, ավելի լավ է ընդհանրապես բան չտեսնես, քան թե սխալ բան տեսնես։ Որտեվ երբ որ սխալը տեսնում ես, ինքը սխալ ուղղություն է։ Բայց երբ որ չես տեսնում, դու գոնե գիտես, որ քեզ տեսնել է պետք։ Ճիշտ։ Ու դու ոչինչ չես անում։ Սպասում ես տեսնելու։ Ամեն։ Ինչքան մարդիկ, միգուցե այդ մարդկանց հարազատները կարող էին ուրախանալ, ասեին Հիսուս, մեկը տեսնում է։ Թեև ծառի պես, ոչինչ, ծառը ինչ վատ բան է։ Աստվածաշնչում այնքան բան կա ծառերի մասին գրած, չէ՞։ Ես ուզում եմ, որ մենք եթե սխալ տեսիլքներ ունենք այսօր, ծառի պես ենք տեսնում բաներ, աղոտ ենք տեսնում։ Գիտես որն է։ Կարող ասես, ես մի հատ սիրուն ծառ եմ տեսնում։ Լսի, բայց ես ծառ չէի ասել քեզ։ Ես մարդ էի ասել քեզ։ Չէ, բայց ես սիրուն ծառին եմ համաձայն։ Կա բաներ, որին համաձայնվել ես այսօր։ Կա։ Հարց եմ ուզում տամ։ Գիտեք ինչու։ Որտեվ դու կգնաս քո ծառին։ Ես մտածում եմ Հիսուսը իրան էր ցույց տալիս։ Ասում էր, հիմա որ նայ ինձի տես, ինչ ես տեսնում։ Ծառ։ Փող։ Չգիտեմ, կին, ամուսին, ավտո, տուն։ Ինչ ասես կարելի է տեսնել։ Այն ինչ որ մեզ պետք է այսօր։ Բայց Հիսուս ասում էր, ես քեզ ուրիշ բան եմ ցույց տալիս։ Ու գիտես Հիսուսը չհրաժարվեց։ Լավը որ Հիսուսը չհրաժարվեց։ Պատկերացրու այդ մարդը ասեր վերջ, կյանքից երազանքը կատարվել է։ Հիսուս ասեց, չէ, դու դեռ տեսնելու կարիք ունես։ Ասա, ես դեռ տեսնելու կարիք ունեմ։ Ճիշտ տեսնելու։ Ու Հիսուսը չդադարեց իր բժշկությունը, ինքը բժշկեց ամբողջությամբ, մինչև որ այս մարդը ճիշտ տեսավ։ Ամեն։ Սա է նշանակում բարի է։ Սա է նշանակում, որ Աստված ծննդոցը այդ արարելու, այդ գրքի մեջ այդ գրվածներում, ասում է, երբ որ տեսավ, ասեց բարի է։ Այսինքն նա համաձայնվեց եւ չասեց, դե ոչինչ, առաջվանից 1000 գլուխ լավ է։ Ինչ որ մենք ենք ասում։ Չէ՞, ասում ենք, չէ՞։ Կատարյալ չի, բայց փառք Աստծո, 1000 գլուխ լավ է։ 1000 գլուխը դա դեռ բարին չի։
բարին այն է, ինչ որ պետք է մեզ տեսնել։ Ինչ կուզես տեսնես։ Օրինակ, հարց եմ տալիս։ Իմ մոտ ես գրել եմ ինչպես տեսնեմ, ուր նայեմ, որ տեսնեմ։ Պատասխանենք այս հարցերին։ Ինչպես տեսնեմ կամ ուր նայեմ, որ տեսնեմ։ Դե արդեն գիտենք, երկինք ունես, հա դե ես երկինք եմ նայում, բայց ես լույսերից են կողմ ոչինչ չեմ տեսնում։ Կարելի է հայացք բարձրացնել։ Ու էլի սխալ բաներ տեսնել։ Հնարավոր է թե չէ։ Իրականում հնարավոր է թե չէ։ Հայացք բարձրացնել Աստծուն ու ամեն մեկս տեսնելու ենք այն, ինչքան չափով, որ մենք ճանաչում ենք Աստծուն։ Այսօր մարդ կա Աստծուն ճանաչումը որպես դաժան, չէ, բռնակալ, տիրակալ, ու չգիտեմ, սարսափի մեջ է։ Մարդ կա Աստծուն ճանաչումը այնքան բարի, ում աչքերի առաջ իրան ամեն ինչ կարելի է, թույլ տված է, ու ինք ասում է, ես իմ հոր լկստված երեխեն եմ, հոր երեխեն համաձայն եմ, բայց լկստված հետ չէ, ինչու, Աստված մեզ երես չի տալիս լկստացնում, Աստված մեզ լկստված տեղից կներեք, հա այս արտահայտության համար, ինձ լավ, վերցրել է մարդ սարքի, իրանման, հա, մեր բոլոր երեխեքին մենք միշտ էլ սիրել ենք ու սիրելու ենք, բայց խրատելու ենք, սովորեցնելու ենք, որ իրանք մարդ դառնան, պիտանի մարդ, ամեն, շատ լավը, որ բոլորը համ ու հոտ ստանան, ու նույնը Աստված, մեկը Աստծուն մի այլ կերպ պատկերացնում, ոմանք ասում են Աստված էլ չի բժշկում, ու մնում այդպես, մարդիկ ասում են Աստված էլ մեղքեր չի ներում, այսինքն դու վсё մնացիր քո մեղքի մեջ, օրինակի համար տարբեր ձևի։ Դրա համար երբ որ ես ասում եմ ինչպես տեսնեմ կամ ում նայեմ, մենք պետք է նայենք Աստծո խոսքին, համար 1։ Ամեն։ Երկինք նայիր, դա նշանակում է, երկինք իր լիությունով ընդգրկված է այս Տիրոջ խոսքի մեջ։ Ամեն։ Երբ որ մարդիկ ասում են ես վերև նայեցի ու Աստծուն տեսա ժպտալով։ Երևակայությունը շատ լավ, Աստված ժպտում է, այո, ուրեմն ճիշտ է։ Ես երկինք նայեցի եւ իմ երևակայության մեջ օրինակ Աստծուն տեսա, կներեք, էլի օրինակ բերեմ, ծխելով։ Ու գիտես ինչ, չի բուխեր ծխում սենց։ Ու մի քանիսն էլ ասում են, հա դա ինքը զառամյալ ծերունի է։ Բայց ստեղ չկա տենց գրած։ Մեկը երկնքա նայում, ասում է, գիտես, Աստված ասեց, հեսա գալու եմ ու քեզ ջնջեմ, վերացնեմ։ Բայց ստեղ գրած է այդպես բան։ Աստված նայեց, ու ասեց, գալու եմ քեզ մեղքից զատեմ։ Գալու եմ քեզ սրբացնեմ։ Դրա համար թանկագիններ առաջի բանը ինչին մենք պետք է նայենք, մենք պետք է նայենք Աստծո խոսքին։ Մենք ինչին պետք է նայենք Աստծո խոստմունքներին, այսինքն այն մարգարեական խոսքերին, որ Աստված խոսացել է մեր կյանքին, ամեն, որոնք համաձայն են այս խոսքին, էլի, ամեն, մենք պետք է նայենք եկեղեցու տեսիլքին ու մեզ տեսնենք այնտեղ, Եթե դու նայում ես Աստծո խոսքին, սրանք շատ կարևոր են, եթե դու նայում ես Աստծո խոստմունքին, քեզ եղած մարգարեական խոսքին, բայց դու քեզ չես տեսնում եկեղեցում, տեսնում ես քեզ առանձին եկեղեցու տեսիլքից զատ, լավ տեղ չես հասնի, հա? Լավ տեղ չես հասնի։ Այսինքն միաբանությունից դուրս, մեզ պետք է, եկեք կարդամ, հա, այդ մի տեղը, Պետրոս Առաքյալ, երկրորդ թուղթ։ Տեսեք Պետրոս Առաքյալը ինչ ասում, առաջի գլուխ 19։ Ասում է, եւ մարգարեական ավելի հաստատ խոսք ունենք, որ եթե նրան մտիկ անենք, լավ կանենք, ինչպես մի ճրագ, որ լույս է տալիս մութ տեղը։
ինչպես որ ցերեկը մինչև որ ցերեկը լուսանա եւ լուսաբերը ծագի ձեր սրտերի մեջ։ Երբ որ մենք ունենք Աստծուց մեզ խոստմունք, ասեմ, հա, ուղերձ, մարգարեական մեր ընտանիքի, մեր կյանքի, մեր ընթացքի մասին։ Պետրոս առաքյալը ասում է նայեք դրան, դա լուսատու է, դա փարոս է, դա կողմնորոշիչ է, ամեն, դա լույս է տալիս, դա ուղղություն է տալիս մեզ, դրա համար, ինչ-որ միտեղ ավելի շուտ եփեսացիների մեջ գրված է մարգարեությունները մի անարգեք, բայց մյուս կողմից էլ գրված է քննեք, ամեն, որովհետև այն ամենը չէ, թանկագին, ինչ որ դու որոշեցիր, ինչ որ քո սիրտը ուզեց, ու դու մտածեցիր դա Աստծուց է, ու դա հենց Աստծուց է։ Մեզ պետք է քննել, մեզ պետք է բերել լույսի մեջ։ Այո, ես ասեմ, միշտ էլ լավ բաներ ա լինելու Աստծուց, մեծ բաներ ա լինելու։ Բայց քեզ պետք է ասել Տեր, հաստատիր։ Գիտես ինչի, որտեվ ես նավակս ուղղում եմ այդ ուղղությամբ։ Ու չլինի հանկարծ առանց հաստատելու Աստծուց, ես գնամ այդ ուղղությամբ, տեսել եք այն անդունդները, որ մեկ էլ գահավիժում է ջուրը, ու այնտեղից էլ հետ գալն էլ հնարավոր չի, ունդեղ գնում է արդեն կործանում։ Դրա համար ես խորհուրդ եմ տալիս բոլորիս, եկեղեցու զատ տեսիլք մի տես։ Ինչ որ կտեսնես, տեսնում ես եկեղեցու մեջ, տեսնում ես միաբանության մեջ, տեսնում ես ինչ-որ մեկի կողքը, մեկին օգնող, մեկը քեզ օգնող, լրացնող, եթե տեսնում ես, դու ապահով ես։ Ամեն։ Աստված չի բաժանում մարդկանց, Աստված միաբանում է։ Ու այսօր գիտես ինչն է մեզ միաբան է։ Տերը, Հիսուս Աստծո հոգին մեր մեջ է։ Աստծո խոսքը, որ մենք սկսել ենք կարդալ, ու Աստծո տեսիլքը ամեն մեկիս, որ բերել է ստեղ ու միաբանել է ու մենք իրար հետ իրականացնում ենք Տիրոջ ծրագիրը, որի մի մասնիկը այդ ծրագրի քո կյանքի, մյուսի կյանքի, իմ կյանքի ծրագիրն է։ Ամեն։ Հիմա ինչին է պետք նայել։ Աստծո բնավորությանն է պետք նայել, այսինքն Աստծուն է պետք ճանաչել։ Աստծուն մեզ շատ պետք է ճանաչել։ Եթե մենք Աստծուն չճանաչենք, մենք ուրիշ աստվածներ կունենանք մեր համար։ Մեզ պետք է ճանաչել, որ զանազանենք, որտեղ գրված է եւ սատանան լուսո հրեշտակի պես, այսինքն Տիրոջը կեղծելով փորձում է մեզ շեղի։ Ամեն, սխալ տեսիլքներ տալով, սխալ հայացքներ տալով։ Դրա համար եկեք Աստծուն ճանաչենք։ Մենք այսօր երկինք ենք գնալու, այսինքն գնացել ենք լավ։ Դե Երեմիային, Եզեկիելին, բոլոր մարգարեներին, որ նայեք ուշադիր, հարց է տալիս, ինչ ես տեսնում։ Օրինակ, Երեմիային հարց տվեց առաջի գլուխների մեջ։ Ասում է, Երեմիա, ինչ ես տեսնում։ Երեմիան ասում է, ինչ եմ տեսնում։ Ինչ որ կուժ եմ տեսնում, միտեղ ասում է ինչ-որ գոտի եմ տեսնում, ու գիտեք որն է, որ Աստված հետ է գալի ու հաստատում է, ասում է, լավ տեսար։ Այսօր ուզում եմ, որ այն ինչ-որ կա մեր մեջ, կամ լինելու է, որ Աստված ասի լավ տեսար, ճիշտ տեսար, ամեն, ճիշտ տեսար։ Այսօրվա իմ ու քո օրը ճիշտ տեսողությունը դա լավ երաշխիք է ապագայի համար։ Այսօր եթե ես նայում եմ իմ ոտքերի տակից բացի ուրիշ ոչինչ չեմ տեսնում, ինձանից բացի ուրիշ ոչ մեկին չեմ տեսնում, իմ մասին մտածելուց ուրիշ ոչ մի բան չեմ տեսնում, շատ վատ տեսողություն է դա, շատ, հա, հնարավոր չի։ Այս խոսքերի մեջ, որ հիմա գրված է այնտեղ, Հիսուս ասում է եւ աշակերտներին, ասում է հիմա բարձրացրեք ձեր աչքերը եւ տեսեք, որ արտերը սպիտակել են։ Բայց ինչ էին տեսնում աշակերտները։ Կարող եք ասել։ Ասում է դուք ասում եք դեռ հունցքը չի հասել։ Ես չգիտեմ ուր էին իրանք նայում։ Կարող է չորացած սարերին էին նայում։ Ասում է լսեք, հələ կարող է իրանք խնդիրներին էին նայում, կարող է իրանք, չգիտեմ,
որ հասական կարիքին էին նայում։ Ասում են, չէ, հələ հունցք չկա ստեղ։ Ստեղի ժողովուրդը այնքան համառ են, հակառակ են։ Ես իմ տենաս փրկվի թե չէ, մենակ մենք ենք, այսքանս ենք փրկվել։ Մի 200 հոգի, մի քիչ է կողքից։ Արդյոք դա ճիշտ է։ Ինչ եմ ես տեսնում, երբ որ նայում եմ իմ քաղաքին, ինչ եմ ես տեսնում, ես նայում եմ իմ անհավատ հարևանին, ինչ եմ ես տեսնում։ Տեսնում եմ իր համառությունը, տեսնում եմ ոնց է հետևիցս անիծում, տեսնում եմ ոնց է հետևիցս ձևեր անում, ինձ բամբասում, սխալ ես տեսնում։ Սխալ ես տեսնում։ Բա ինչ պետք է տեսնեմ։ Համաձայն Աստծո խոսքի։ Պետք է տեսնես, որ նա ապաշխարելու է։ Պետք է տեսնես, որ նա ամենաուժեղ ավետարանիչն է լինելու։ Որ լեզվի հետ սեր ունի, էլի։ Որ տեսնելու ես, որ այս քաղաքը շատ լավ քաղաք է։ Ինչու, որտեվ Աստծո խոսքն է ասում։ Տեսնելու ես, որ այս երկիրը երկրից փախնելու երկիր չի, այլ երկիր վերադառնալու երկիր։ Ինչու, որտեվ Տիրոջ խոսքն ասէ, որ սա ապահովության երկիր է։ Ամեն, ամեն։ Հովիվ ջան, բայց լավ էլ ջանք եք արել ձեզ տրամադրելու, տենց բաներին հավատալու։ Չէ, ջանք ենք արել Աստծուն լսելու։ Ջանք ենք արել այստեղի եղած ինֆորմացիան, որ օր-օրի կարող է տարբեր աղբյուրներից գա, բայց ոչ երկնքից դուրս հանենք աղբանոցը նետենք եւ տեսնենք ինչ որ Աստված է ասում։ Տեսնենք, որ այս երկիրը զարգանում է, տեսնենք, որ ստեղ ավետարանը այնքան է տարածվում, որ այս քաղաքում ամոթ է լինում հավատացյալ չլնելը։ Բոլորը ասեցին ամեն։ Հա։ Որ ամոթ է լինում, որ հավատացյալ չի լինում։ Ու սուտի հավատացյալը չեն կարող լինեն։ Որտեվ բոլորը պետք է լինեն Սուրբ Հոգով լցված, Սուրբ Հոգով մկրտված, զորությունով լցված, վերստին ծնվածը իհարկե ամենակարևորը քրիստոնյաներ։ Ոչ թե կոչվողներ, այլ ապրողներ։ Կհավատաս։ Դրա մեջ հարևանդ կար։ Մենք կողքինը հա, բայց վերևինի համար մի քիչ ոչինչ քեզ տնային հանձնարարություն։ Գնում ենք, սկսում ենք մեր այն որ չենք կարում տեսնենք, սկսենք տեսնել Աստծո աչքերով։ Ինչպես կապացուցես Աստծո խոսքով։ Եթե այս ժամանակների մեջ Հիսուսը ստեղ երկրի վրա մարմնով քայլեր ու դու իր կողքը կլինեիր, կտեսնեիր, որ Հիսուսը կասեր, ասում է, եւ Հիսուսը տեսավ մարդկանց ցիրուցան եղած, տանջված, ինչպես գառներ, որ հովիվներ չունեին, եւ իր սրտացավությունը ու իր միգուցե արտասուքներ կտեսնեիր իր աչքերին, միգուցե տենց ցավ կտեսնեիր իր սրտին ու կասեր. Ասեր, գիտես, տեսնում եմ մարդկանց հալածված, չարչարված, գառների պես մոլորված։ Հա, քո հարևանին էլ եմ տեսնում։ Բայց եկեք աղոթենք, որ մշակներ բարձրանան։ Եկեք աղոթենք, որ մշակներ բարձրանան։ Ամեն։ Կարելի է տեսնել քո հարևանին։ Ամեն։ Հալելույա։ Եղիսեն մի ծառա ուներ ու շրջապատել էր թշնամին։ Իրանց թվում է սարի վրա էին, այնքան ապահով էին, բայց հանկարծ եկավ թշնամին, այն էլ ինչ թշնամի, ու շրջապատեց։ Ու գիտես, կարելի էր ծառայի մոտ իր ավետարանը քանդվեր, կարող էր ծառայի մոտ իր հավատքը տապալվեր, ու ինքը վազեց միգուցե, ու ասեց, Եղիսե, ես ինչ ես դու այսքան ժամանակ ինձ սովորացրել, այս ինչ ես ինձ համոզե, լավ, չբարձրաձայնեց, մտածեց, գլուխս առնեմ ու փախնեմ ստերից, որովհետև սուտ է, լտեսեք, 5 պակաս մենք մահանալու ենք, կա մարդ, որ 5 պակաս մահի է սպասում ստեղ,
Ինչ լավ է, չկա։ Իսկ մի ժամ, իսկ մոտակա օրերը չկա։ Ինչ լավ է։ Փառք Հիսուսին։ Իսկ ուրիշ, ֆիզիկականի մասին չէ։ Ով որ մտածում է, որ հեսա շուտով բանկրոտ կլինի, հեսա շուտով մի հատ մարդ ես էլի, մի հատ լսելի, վատ լուր կլսի, մի հատ հասցե, ցավ իրա հասցեով կարող է գա։ Փառք Հիսուսին, Տեր ջան, մենք ամենաուժեղ հավատացողներն ենք։ Պատկերացնում եք ինչ կատարվեց։ Բայց այս Եղիսեն անդարդ նստած էր։ Չէ, անդարդ նստած չէր։ Ինքը այդ պահին, երբ որ տեսավ թշնամու զորքը, հանեց իր տեսիլքը ու դրեց իր աչքերի առաջ։ Ասեց ծառային, սխալ ալիք ես միացրել։ Քեզ պետք է այս ալիքը միացնես։ Ու ասեց Տեր, մի հատ բացի իր օքո աչքերը, թող ինքը ճիշտ ալիքը տեսնի։ Եվ գիտեք շարունակությունը, երբ որ ծառայի աչքերը բացվեց, նա տեսավ զորքով, հրեղեն, կառքերով, հրեշտակներով, ձիերով, ես չգիտեմ։ Հրեշտակներն վախեցած չէին սենց։ Հրեշտակները սենց ծիծաղած կանգնած էին իրանց շրջապատած։ Մեկը մյուսին ասում էր, այս ծառան էս ինչի է սենց վախեցած։ Տենաս, էս ինչի է վախեցած։ Ու գիտես ինչ արեց։ Հետո Աստված գորությամբ խփեց։ Հետո այնտեղ որոշ մարդիկ, որ այս տեսարանին ականատես էին, ասին, տանենք, գերի անենք։ Արդեն սենց ռիսկները տեղը եկավ։ Եկեք մեր ռիսկը միշտ տեղը պահենք, ճիշտ տեսողությունով։ Կար Աբրահամը, ու ես Աբրահամի վրա ավարտեմ։ Կարելի է նվագակցողը կա։ Աբրահամին, երբ որ ծանոթությունը սկսվեց, իր ամենամեծ կարիքն էր, որդի։ Աբրահամի կարիքը որդի էր, բայց Աստծո կարիքը գիտես որն էր, նոր ազգ, նոր քաղաքակրթություն։ Մի հատ եմ կրկնում, ով որ հայտնություն կառնի, թող ասի ամեն։ Աբրահամի ամենամեծ կարիքը որդին էր, բայց Աստծո կարիքն էր նոր ազգ ու նոր քաղաքակրթություն։ Մի հատ եմ կրկնում, նոր ազգ, աչքերդ փակի, ու նոր քաղաքակրթություն։ Ուզում ես քո համար ասեմ, խելքից դուրս բան քեզ, քո խելքից դուրս բան։ Եթե դու զոհաբերության ընծայի ժամանակ տեսնում ես, որ գումարդ քեզանից գնաց, կարիքներդ անպատասխան մնացին, պարտքերդ շատացան փոխարենը փակվելու, վայ, այսօր գիլազը հելել էր, այսօր առանց գիլազ կմնամ, գիլազից փողը տվեցի գնաց, ու սխալ տեսիլք ես տեսնում։ Գիտես, Աստված ինչ էր ուզում աներ։ Աստված ուզում էր քեզ օրհներ։ Տես ոնց է Աստված ուզում քեզ օրհնի։ Տես Աստված ոնց է ուզում քեզ հավատարմությամբ շրջապատի։ Տես ոնց է Աստված ուզում քո վարկերը, պարտքերը փակի։ Տես ոնց է Աստված ուզում քեզ այնքան բարձրացնի, ուրիշների կարիքները լրացնի։ Աբրահամի տեսիլքը, մի որդի, մի հատ, Աստծունը, բազմություն, սերունդներ, ու ոչ միայն այդ ազգի անունով, այլ
հավատքի սերունդ։ Մեր Աբրահամ հայրը կոչվում է հավատքի հայր։ Պատկերացնում ես ազգերը, լեզուները, ինչքան մարդ կա երկրի վրա։ Աստծուն հավատացող ինչքանն էլ, որ հավատալու են բացի այդ հրյա ազգից։ Աբրահամը կոչվելու է իրանց հայրը։ Աբրահամը ասում էր, տանս մեջ ճրակը լինի, ուրախանանք, մեծ ենք։ Լալելուլու կանենք մեր երեխեքդ, լավ կլինի, մենք էլ ինչ ենք, պակաս ենք այդ մարդկանցից։ Ասում էր, լսի, քեզ ասելու են Աբրահամ, հայր, բազմության հայր։ Ամեն։ Բա քեզ ինչ են ասելու։ Տնային աշխատանք։ Քեզ ինչ են ասելու։ Հա? Կգնաս քո համար կսկսես քեզ ասել։ Բայց հեշտ չէր ճանապարհը։ Ու եկավ, նա լսել էր։ Աստված տեսնում էր Իսահակ, Աստված տեսնում էր 12 ցեղեր, Աստված տեսնում էր Հիսուս, Աստված տեսնում էր քեզ, ազգեր, Աբրահամի երանքից դուրս եկած։ Ինչ էր Աբրահամը տեսնում։ Իմ ժամանակը սպառվում է։ Ինչ էր Աբրահամը տեսնում։ Եղիազար Դամասկոսից լավ մարդ էր, բան չունեմ ասելու։ Հավատարիմ էր, արժեր իրան ամեն ինչ վստահել։ Բայց ինչի ես։ Ինչի ես հայացքդ փոխել, ինչի ես տեսիլքդ սխալ տեսել։ Աբրահամ եղբայր։ Մենք ուժեր ենք։ Անհավատ Աբրահամ։ Աստծուն, Աստված ստիպված է մի քիչ ճիշտ չի, բայց Աստված ստիպված եղավ մի հատ էլ թարմացնել իր տեսողությունը։ Մի հատ էլ ուխտ անել։ Ապացուցելով, որ նա հավատարիմ է։ Գիտեք դրանից հետո ինչ եղավ։ Դե գցենք Սարայի վրա։ Ամուսիններ, կանայք, իրար հետ ճիշտ տեսեք։ Լավ, գցենք Սարայի վրա։ Սարան այդ դասին չէր եղել, այդ քարոզին։ Սի հերիքա, այդ ուխտի զոհաբերության Աստծո կրակի իջման ժամանակ չէր եղել։ Լսի, արի էլի, արի, ես ընդեղ Հագար եմ տեսել, ես ընդեղ Իսմայել եմ տեսել, Իսմայել չէ, Աստծո խոստմունքն եմ տեսել, ես ընդեղ հերիք չէ, մի հատ էլ ասեր, արի, Աստվածը ասե ինձ, էսա ճիշտը, մեր սովորության մեջ դա ընդունված է, չէ, ես շատերին գիտեմ, որ նման են արել, գիտես, ինձ չի հետաքրքրում, ու քեզ էլ թող չհետաքրքրի, որ հավատացյալը, որ եկեղեցուց ով, անգամ, ով ուզում է լինի, ինչ արել, ես չեմ ասում սխալա, թե ճիշտը դա իմ իրավասությունը չի, բայց ինձ հետաքրքրում է ինչա քեզ, ինձ Աստված ասել, ու նրանք ունեցան ես Իսմայելը, ու Աստված էլի ստիպված ասեմ ես բառը, ասեց լսի, մի հատ աչքերդ բացի, մի հատ դուրս արի քո վրանից, մի հատ դուրս արի քո հասկացողությունից, մի հատ դուրս արի քո պատկերացումից, քո ռեսուրսներից, քո հնարավորությունից, լսի, մի հատ դուրս արի հա քո շրջապատից, քեզ շրջապատող իրավիճակներից, մի հատ դուրս արի հա քո զգացմունքներից, մի հատ դուրս արի, վերև նայի, Աստված կարա մեզ ինձ ու քեզ բժշկի, նույնպես, դուրս արի, ու եկավ Աբրահամի մոտ, մյուս տարի, Հռոմեացիների 4-րդ գլուխ, գրված է մեր հավատքի հայր Աբրահամի մասին,
Ինչա գրված։ Գրված է 17-ից, ինչպես որ էլ գրված է, թե շատ ազգերի հայր արի քեզ Աստծո առաջին, որին հավատաց, որ մեռելներին կենդանի անում եւ չլինող բաները լինողի պես է կանչում։ Որն էր Աբրահամի պայքարը իր աչքերի առաջ ճիշտ տեսողությունը պահել, երկնքին նայել ու դա պահել դրանից հետո։ Ասում է, որ առանց հույսի, հույսով հավատաց։ Որ հույս չկա, ինչ հույսի մասին է խոսքը։ Որ լույս չկա, ինչ լույսի մասին է խոսքը։ Որ փող չկա, ինչ փողի մասին է խոսքը։ Որ հիվանդ եմ, ինչ առողջության մասին է խոսքը։ Որ իրար կերել ենք, ինչ սիրո մասին է խոսքը։ Որ ատում եմ, ինչ ներման մասին է խոսքը։ Ասեմ, որովհետև Աստծո տեսիլքում տեսել էր հույս։ Որտեղից։ Ինչպես ասվեց, թե այսպես պիտի լինի քո զավակը։ Եվ չտկարացավ հավատքով, այսինքն, ուշադիր լսեք, մտիկ չտվեց իր մարմնի տկարությանը։ Մեռած լինելուն, ոչ իր կնոջը, ոչ երևույթին, ոչ խոսացողներին, ոչ անցած 25 տարիներին, մտիկ չտվեց, ինչ արեց, փակեց աչքերը, փակեց սխալ մտքերը ու սկսեց նայել Աստծո խոստմունքին։ Եվ 20-ը, եւ Աստծո խոստմունքի համար չերկմտեց եթե չնայեց տկարությանը, նայեց Աստծո խոսքին։ Չերկմտեց անհավատությունով, այլ զորացավ հավատքով եւ Աստծուն փառք տվեց։ Նայեք, ճիշտ տեսողությունը հավատք է բերում եւ փառաբանություն ու գոհություն։ Քանի դեռ թող փառաբանության թիմը բարձրանա։ Մենք գալիս ենք Աստծո առաջ, ասում ենք Տեր, խնդրեմ գ։ Էս ինչս, այն ինչս, աղաչեմ գ։ Մենք հլը ճիշտ տեսողություն չունենք։ Ճիշտ տեսողությունը գիտես ինչ անում։ Նայում է հեռուն, կանչում է, գնում է այնտեղ, գրկում է, ես չգիտեմ ուրախանում է, անուն է դնում, փողերն է հաշվում։ Գիտես խի։ Տան կահավորության մասին է արդեն մտածում։ Դու օրինակ որ սենյակը կուզեիր, իսկ դու ինչ մեքենա էիր քշելու եւ իսկ սերունդներդ ով են լինելու, ինչ են անելու, ինչպես են լինելու։ Եվ ասում սկսեց փառք տալ եւ իր մտքում համոզված էր, թե նա որ խոստացավ, կարող է անել։ Եվ դա իրեն արդարություն համարվեց։ Եվ Աստված ասեց. «Քեֆս բերիր, Աբրահամ»։ Նայեք, այ տեսեք ճիշտ տեսողություն ունեցողին։ Ամեն։ Ու ծնվեց Իսահակը։ Ծնվեց թե չէ։ Ում կյանքում է Իսահակ ծնվե հեչ։ Իհարկե։ Ոչ հենց Իսահակ, բայց հասկանում ես, ինչ որ բան Աստծո խոստում։ Իսկ ում է Աստված ասել, դե հիմա տար զոհի։ Ու ով է զոհել։ Չեմ կարա չպատմեմ դրա մասին։ Ու երբ որ տանում էր իր որդուն զոհելու, ինքը չասեց. «Էս ինչ դաժան Աստված ես դու»։ Լսի, մի հատիկ։ Այն կողքի, ինչ էր կողքի հարևանի անունը, հլա ասեք։ Ինչ է կողքինիդ անունը, հլա ասա։ Լսի, այսքան հազարի մեջ ես մի հատ աչքիդ ընկավ։ Հլա հովոն տես ինչքան ունի։ Ինչ ես ասնից ուզում։ Գիտես ինչքան ջանք եմ արել։ Ես իմ սիրած մատանին առել եմ։ Ենթադրենք էլի։ Հլա հովոյի վրա 7 հատ կա։ Իրանից ուզի։ Այս մի հատը։ Գիտես ինչ ասեց։
Ինչ էր մտածում։ Ոչ թե որ ուրիշ Իսահակ կծնվի։ Մեռելներից հարություն կտա։ Աբրահամ, դու կյանքումդ տես բան տեսել էիր։ Չէ, բայց Աստծուն եմ ճանաչում։ Այս են Իսահակն էր, որին ես տեսա Աստծո սրտի մեջ, որին որ տեսա ծնելուց սերունդները, որին որ տեսա որտեղից որ Հիսուսն է ծնվելու, հետո նրա միջից Իսահակով քեզ սերունդ կլինի, ես տեսա։ Աբրահամը ասում է ինձ ու քեզ էլ ա տեսել։ Գիտեք, այսօրն էլ ա տեսել։ 1000 ամյաներ երկինքը տեսավ։ Եկեք հեռուն նայենք, Տեր լուսավորի մեր հոգու աչքերը։ Եվ իրան ոչինչ, ինքը դերասանություն չարեց։ Ասեց, տեսա, որ հնազանդվում ես, տեսա, որ վախենում ես ինձանից։ Հա? Օրնելով կորնեմ քո սերունդները։ Այս քարոզը այսօրվա համար չի միայն։ Քո ողջ, իմ ողջ կյանքի համար է։ Աստված ասում է, կորնեմ, օրնելով կորնեմ քո սերունդները։ Տես իմ տեսիլքները։ Ամեն։ Հալելույա Տեր։ Մենք քեզ փառք ենք տալիս։ Եկեք ոտքի կանգնենք։ Մենք ուզում ենք մեր Իսահակին տեսնել, Տեր։ Մենք ուզում ենք մեր բժշկությունը տեսնել, մենք ուզում ենք մեր առատությունը տեսնել, մենք ուզում ենք, Տեր, քո փառքը տեսնել մեր սերունդների մեջ, մեր շրջապատող մարդկանց մեջ, այս քաղաքի մեջ։ Մենք ուզում ենք տեսնենք, Տեր իմ Աստված, որ բազմությունները, որ ժամանակին քեզ հակառակ էին, հիմա քեզ են երկրպագում, ազգերը, լեզուները, մենք ուզում ենք մեզ տեսնենք քո առաջ ամեն ժամանակ, ու մեր աղոթքն է, Տեր, լուսավորի մեր հոգու աչքերը, քո հայտնության ու իմաստության հոգով, ջնջիր մեզանից սխալ տեսիլքները, սխալ տեսողությունները, սխալ մտքերը, միգուցե այն քայլերը, որ արդեն գցել ենք այդ ուղղության մեջ, մեզ հետ դարձրա, դեպի քո վկայությունները, Տեր իմ Աստված։ Տեր, մենք քեզ ոչ թե ասում ենք հիշիր մեզ վրա եղած այն խոսքը, այլ ասում ենք Տեր հիշեցրա մեզ, մեր համար եղած քո խոսքը, որ մեր դժվարությունների ու նեղությունների մեջ այդ խոսքը մեզ պահի, մխիթարի, զորացնի ու առաջ տանի։ Մենք այսօր օրհնում ենք մեր քաղաքը, մեր երկիրը, Տեր իմ Աստված, որ դու կամեցել ես փրկության տապան կառուցես, որ դու կամեցել ես մեր ազգը, Տեր իմ Աստված, ազգերի մեջ բարի լուրի վկաներ դարձնես։ Մենք օրհնում ենք, Տեր, մեր սերունդները, որ քո խոսքն ասում է աստարի սերունդը օրնված է լինելու, սերունդ է սերունդ։ Մենք օրհնում ենք, Տեր իմ Աստված, այսօր մեկս մյուսից, օրհնում ենք մեր մարմինները, որ կատարյալ առողջ եւ զորավոր բժշկված լինի։ Այսօր մենք օրհնում ենք մեր կարասն ու կողովը, մեր տաշտերը, մեր ձեռքի գործերը եւ մեր ոտքի գնալու տեղերը, որ Տեր քեզանով հաջողակ լինենք։ Մենք օրհնում ենք, Տեր իմ Աստված, այսօր ամեն ընկածին, կոտրվածին, փշրվածին եւ խոսում ենք վերականգնում, ազատագրում, բժշկություն, ներման զորություն։ Մենք այսօր օրհնում ենք քեզ, Հայր ամենակարող, որ օրհնյալ է քո սուրբ անունը, փառք ենք քեզ տալիս։ Մենք այսօր բարձրացնում ենք մեր աչքերը երկինք եւ երկնքից նայելու ամեն իրավիճակների, ամեն պատասխան ուզող խնդիրների եւ ասում ենք Տեր, քո պատասխանները, քո լուծումները, քո միջամտությունը, քո ձեռքը չի դադարել եւ չի դադարելու ու հավատքի մեջ զորանալով անգամ անհույս տեղը հույսով լցվելով ասում ենք փառք քեզ որ դու նույնն ես
հավատարիմ ես եւ ինչ որ ասել ես լինելու է, ինչպես որ ասել ես, ու թող քեզ լինի ողջ փառքը, պատիվն ու մեծարանքը։ Ամեն